Կառավարության այսօրվա նիստը օրվա երկրորդ կեսինն էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդուհանդերձ նաև ճեպազրույցով հանդես եկավ եւ պատասխանեց լրագրողների հարցերին։ Մոտ 1 ժամ տևած ճեպազրույցի ընթացքում վարչապետը տարբեր թեմաների անդրադարձավ։ Մենք Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցինք հայկական երկաթուղու հետ կապված զարգացումներից։ Ես հիշեցնեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ հայտարարել էր, որ Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման հետ կապված խնդիրներ կան եւ նշել էր, որ ռուսական կառավարումը Հայաստանի համար անմրցունակ իրավիճակ է ստեղծում եւ իրենց պատկերացումը նշել էր այն է, որ պետք է վերցնել կառավարման իրավունքը ռուսական կողմից եւ փոխանցել որևէ այլ երկրի։ Ռուսական կողմը ակնհայտ ընդդիմացել էր այս սցենարին, չէին համաձայնել։ Այսօր մենք հարցրեցինք, արդյոք զարգացումներ կան եւ արդյոք կարող են հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումները դառնալ պատճառ, որ այս հարցով եւս Հայաստանը դիրքորոշումը վերանայի եւ միակողմանի պայմանագիրը խզի ռուսական կողմի հետ։ Մենք աշխատանքային քննարկումները շարունակելու ենք, այդ թվում Ռուսաստանի մեր գործընկերների հետ եւ մեր դիրքորոշումները չեն փոխվել եւ չեն փոխվելու։ Ոչ թե չեն փոխվելու օբյեկտիվ պատճառներով, որովհետեւ մենք չենք կարող ուղղակի դիտորդի նման հետևել, թե ոնց կարող են այդ թվում մեր գործողություններ չձեռնարկելու պատճառով միջազգային երկաթգծերը գալ մտնել Հայաստան եւ Հայաստան մտնելով էլի շրջանցել Հայաստանը։ Դա չի կարող այդպիսի բան լինել։ Եկեք մի բան արձանագրենք։ Դա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է եւ մենք մեր սեփականությունը պետքա կառավարենք։ Բոլոր process-ներում հարավկովկասյան երկաթուղիներ ներգրավված են, այսինքն իրենք տեղյակ են process-ներից, ինչա տեղի ունենում։ Երեք հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետերի հեռախոսազրույցը, կողմերը նույնաբովանդակ հաղորդագրություններ էին տարածել, այսօր լրագրողները փորձեցին վարչապետից մանրամասներ ճշտել այդ հեռախոսազրույցի վերաբերյալ, սակայն Նիկոլ Փաշինյանը հղում արեց հաղորդագրությանը եւ լրացուցիչ այլ մանրամասներ չհայտնեց, հնչեց նաեւ Ռուսաստանում վառելիքի սակավության եւ դրա հնարավոր հետևանքներից, որոնք կարող են ազդել արդեն Հայաստանի վրա։ Որ ասում էի անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ, ինչ նկատի ունեի։ Չէ, տեսեք աշխարհում ինչեր տեղի ունեցավ։ Բայց Հայաստանի նավթամթերքի շուկայում տեղի չունեցավ այն, ինչ որ նախկինում տեղի էր ունենում, երբ որ ինչ որ մեկը փռշտում էր, Հայաստանի նավթամթերքի շուկան բաներ ցնցումների էր ենթարկվում։ Վարչապետը նաև հայտնեց, որ վաղը պատրաստվում է մեկնել Իրան։ Մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ մեկնելու են Իրան, մասնակցելու հոգևոր առաջնորդի հուղարկավորությանը, այդ թվում ձեր անուններ նշվում։ Վաղը մեկնելու եմ եւ վաղն էլ վերադառնալու եմ եւ բնականաբար շփումներ Իրանի ղեկավարության հետ նախատեսված են։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև սահմանադրական դատարանի որոշմանը եւ այդ ֆոնին այն հանգամանքին, որ քաղաքացիական պայմանագիրը արդեն մի քանի շաբաթ է զբաղված է ներկուսակցական ընտրություններով, ազգային ժողովում պաշտոնները բաժանելու հարցերով, ազգային ժողովի փոխնախագահների, նախագահի թեկնածուների հարցն են որոշել, այսօր նաև խմբակցության ղեկավարի հարցը կորոշեն եւ այս պայմաններում մեղադրանք է հնչում, որ քաղաքացիական պայմանագիրը չի սպասում որ սահմանադրական դատարանը որոշում կայացնի, պարզ դառնա, թե ընտրությունների վիճարկման հետ կապված ընդդիմադիրների դիմումներին ինչ որոշում է կայացվելու, հետո նոր իշխող ուժը զբաղվի այս պաշտոնների բաժանման հարցերով։ Այսինքն իրենք դիմել են սահմանադրական դատարան, առավոտից երեկո քննարկում են մանդատները վերցնեն, չվերցնեն, վերցնելն է ճիշտ, թե չվերցնելն է, բայց ինչ մանդատ են վերցնում կամ չվերցնում։ Այնչի չեն սպասում սահմանադրական դատարանը որոշում կայացնի, նոր որոշեն մանդատը վերցնեն, թե չվերցնեն։ Հետևաբար նույն տրամաբանությամբ էլ մենք այդ քննարկումն ենք անում եւ այդ հարցին պատասխան վերցնել, չվերցնել մենք ունենք եւ հաջորդ հարցերն ենք քննարկում։ Այդտեղ որ անտրամաբանական որևէ բան չկա։